Վերջի ելույթ։ Սիրելի երևանցիներ, նախ անդրադառնամ չզեկուցվող հարցերի փաթեթին, չզեկուցված։ Ուրեմն այստեղ կար Ախուրյան բնակավայրի ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանը աջակցելու նպատակով եւ այլ 30 միլիոն դրամ աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծ, անշուշտ ողջունելի է մայրաքաղաքի կողմից մեր մնացյալ համայնքներին աջակցությունը, բայց պատահական չի Ախուրյանը ընտրված։ Ես կարծում եմ, սա Երևան քաղաքի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր Ախուրյանցի անոյին, նենց որ ապրի Երևանի քաղաքապետարանը, ու որ այս նախընտրական շրջանում Ախուրյանցի անոյի սիրտը շահելու համար 30 միլիոն դրամ փող է տալիս։ Երկրորդ դրվագը, ուրեմն ճանապարհների հետ կապված եվրոպական համայնքի ժողով եւ այլն, 25 թվականի բյուջեով էլ է եղել ավելի քան 4 միլիարդ դրամ այս տարվա բյուջեով էլ է, բայց մեկը կառավարությունից հավելյալ փող են տալի եւ տարածքային կառավարման նախարարն էլ արձանագրում է, որ ճանապարհների վերանորոգման գործընթացում հարկադրված է եղել ճանապարհային դեպարտամենտը միջամտել, այսինքն այս ահռելի բյուջեն այսքան փողերով տրված է քաղաքային իշխանությանը, բայց մեկը այլի պիտի ճանապարհային դեպարտամենտը միջամտի։ Հիմա ինչ վերաբերում է մյուս դրվագին չզեկուցվող հարցերի, ուրեմն տեսեք, այստեղ անցկացվեց չզեկուցվելով ծածկագրերի փոփոխությունը հողային տարածքների Երևանի, նախագծով Երևան քաղաքի 25 թվականի դեկտեմբերի 23-ի N463 որոշման հավելվածում կատարվող լրացումներով ցանկը լրացվում է նոր ծածկագրերով, ակնկալվող արդյունքը Երևան քաղաքի հավաքանու 25 թվականի որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում հավելվածը կավելացվի նոր ծածկագրերով, որի արդյունքում կավելանա Երևան համայնքի բյուջեի մուտքերը։ Որոշման ընդունումը նպատակաուղղված է Երևանի համայնքային գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացման, այսինքն ծածկագրերը փոխենք, որ հողերի նշանակությունը փոխվի, որ էլի տանք շինթույլտվություն, էլի փող մտնի, այսինքն գերնպատակը փողն է եւ վերջերս ծանոթներից մեկը ճարը կտրած հայտարարեց, ասում է, այնքան հողահատկացում են արել Երևանում, որ Երևանում էլ խանդի հող էլ չի մնացել, էլի, այսինքն այդ իրավիճակն է տիրում։ Նույնը տիմ օրենքով պետական գույքը պիտի սկսի համայնքներին բանանելը, վճարելը պետական գույքի համար, ինչա էտել է փող, այսինքն ամեն հնարավոր աղբյուրից փող, ֆինանս, էլի ֆինանս, եւ հարցը առաջանում, թե այդ ֆինանսը ինչպես է տնօրինվում։ Իսկ այն որ արդյունավետ չի տնօրինվում, երևանցիները ամեն օր իրենց առօրյա շարժի մեջ դա տեսնում են։ Եվ անդրադառնալով այդ չարչրկված, այդ տրանսպորտի եւ այլն հետ կապված, ակնհայտ է մեկ բան, որ վարորդների պայմանագրերի պարտավորությունների մեջ մտնում են ընդհանրապես զգուշացնել չվճարող վարորդներին ու վերջ, ուրիշ ոչ մի բան, պահանջել, կռվի բռնվել, չեմ քշելու, այդպես բան չկա պայմանագրերում։ Եվ այդ սպառնալիք այդ շանտաժը, որ եթե չմասնակցեն, հավելավճարները չեն ստանա, դա է, որ դրդում է վարորդ ուղևոր կոնֆլիկտի։ Այդ հավելավճարները լավություն չեն, այդ հավելավճարները են ծանր պայմաններում աշխատանքի համար տրվող գումարներն են, եւ դրա վերաբերյալ էլ արդեն մամուլում կան արտահայտություններ, որ վարորդների շրջանում առաջանում է դժգոհություն։ Եվ ինչի համար է այդ պարտականությունը դրվում վարորդների վրա, որտեղ որքան էլ հսկիչ ընդունեք աշխատանքի, ակնհայտ է, որ շուրջ 700-800 շարժակազմում, որոնք ամեն օր դուրս են գալի Երևանի փողոցներ, դուք չեք կարող համաժամանակյա հսկողություն ապահովել։ Այն չարամիտ չվճարողները դա համաշխարհային տրենդ է, բոլոր տեղերում կա, դրա մասին չի խոսքը։ Բայց դուք չեք ուզում նտվել, որ այո, կա սոցիալական հստակ ընդվզում մարդկանց կողմից։ Կենտրոնանալով ավտոբուսների վրա մոռանում ենք, որ տրոլեյբուսների պարագայում դա եղել է եռապատիկ թանկացում։ Իսկ ինչ վերաբերում է բուն տրանսպորտի հավաքագրվող գումարների շարժին եւ այլն,
26 թվականի հունվարին անգամ պարզ չի լինելու, 25 թվականին ուղևորափոխադրումների ծավալը որքան է կազմել։ Դրա համար եք ասում 100 դրամ միասնական ուղևորավարձը պահպանեք, 1 տարի թող նաև սեզոնային գործոնները հաշվի առնելով, մի հատ թիվ ֆիքսենք, հասկանանք հասույթը որքան է, ծախսը որքան է, արդյոք կա դեֆիցիտ թե չկա, նորից տայդեմ կողմնորոշվենք։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան, ձեր այս նարատիվներով նույնիսկ եթե 20 դրամ լիներ ուղևորավարձը, մենք կունենայինք այդ չարամիտ չվճարողների բանակը, որոնց դեմ պայքարել ենք, պայքարելու ենք եւ վստահաբար արդեն նաեւ արդյունքները դուք ինքներդ տեսնում եք։ Խմբակցության անունից ով ունի ելույթներ։ Շատ լավ, խնդրեմ Տիկին Սինորյան։ Հարգելի համաքաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, այսօր քննարկում ենք շատ կարևոր նախագծեր, սակայն այս բարեդրությամբ արձագանքելու եմ մեր ընդդիմության ներկայացուցիչներին ավտոկայանի ճանապարհի հետ կապված։ Ձեր նշած հատվածում այս պահին տեղի են ունենում շինարարական աշխատանքներ Գազպրոմ Արմենիայի կողմից եւ այնտեղ խողովակներ են փոխվում։ Եվ այդ համատեքստում այնտեղ ասֆալտային շերտ չի կառուցվել եւ խողովակների փոփոխությունից հետո, նոր դրանից հետո համապատասխան աշխատանքներ կկատարվեն եւ կոչ եմ անում, որպեսզի չճշտված